այսպես ասենք, բլոկից բաղկացած կլինի քաղաքային խնդիրները եւ իհարկե նաեւ Հայաստանում ինչ է տեղի ունենում եւ առաջիկայում ընտրություններն ինչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեն։ Դե գիտեք, երբ որ անձրև է գալիս, ով տանը պատերազմի ժամանակ Փաշինյանը հիշում եք, ասում էր ով կասկա բան ունի, ով վերցնի գնա բան, հիմա դու ով լոդկա ունի դուրս է գալիս, լոդկա վագոն է դուրս գալիս, կատաստրոֆիկ վիճակ էր քաղաքում երեք գիշերվանից, տեսանյութերը կան, պարզ է այդ ամեն ինչը, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը հայտեք եւ նաեւ այսօր Ավականիում Ավինյանը սկսեց գորգորալ, չէ, նիստը չէր։ Գործակարգավարական նիստում։ Այո, գործակարգավարական նիստ էր, այո։ Ավինյանը այսպես սկսեց մունած գալ հպարտ քաղաքացիների վրա եւ գիտեք վարորդների ուսերին ինչ է դրված եւ ինչ սկանդալներ են իրականում հանրային տրանսպորտում։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Սկսվենք գիշերվա եկած անձրևից, իրենց բառերով ասած աննախադեպ անձրևից։ Ես ասել եմ, չէ, իրենք վերջի 7 տարում ինչ կատարվում է Երևան քաղաքի հետ ձյուն է գալիս, անձրև է գալիս, իրանք դա որակում են որպես աննախադեպ։ Կարծես վերջի 30 տարում էլ անձրև եկած չլինի կամ ձյուն եկած չլինի։ Հիմա վերջի անձրևները, որ ես գիշեր են եկել, հերթական անգամ ողողել են մեր քաղաքի փողոցները, հերթական անգամ գետեր ու լուճեր են դարձրել մեր քաղաքի փողոցները, ծովեր ու օվկիանոսներ են դարձրել մեր քաղաքի փողոցները, եւ այս մարդիկ դա վերագրում են էլի աննախադեպ անձրևով, աննախադեպ տեղումներով, այնինչ պետք էր ուղակի քաղաքը ճիշտ կառավարել, այնինչ պետք էր ուղակի գումարները ճիշտ հատկացվել եւ ճիշտ ծախսվել։ Ուրեմն տեսեք 2025 թվականին ջրահեռացման համակարգի համար հատկացված է եղել Երևանի բյուջեով հատկացված է եղել 62 միլիոն դրամ գումար։ 2026 թվականին այդ գումարը 327 միլիոն դրամ է։ Ուրեմն կառավարությունն էլ է որպես պատվիրակած գումար հատկացնում քաղաքապետարանին, որ քաղաքապետարանը կոյուղատար համակարգերի, ջրահեռացման համակարգերի վերանորոգում անի, չգիտեմ, ընթացիկ աշխատանքները տանի, ուրեմն վթարած կոյուղատար համակարգերը կամ ջրատար համակարգերը վերանորոգի։ Այս տարի Երևանի բյուջեից 327 միլիոն է հատկացված եւ արդեն ապրիլ ամիսն է տեսնում եք ինչա կատարվում։ Երևան քաղաքը հերթական անձրևից հետո դառնում է ուրեմն ջրհեղեղ եւ Երևան քաղաքի այդ հեղատար համակարգերը չեն հասցնում սպասարկեն այդ անձրևների ջրերը։ Դա ինչից է գալիս։ Ուրեմն դա նրանից է որ որոշակի հատվածներում չկան հեղատար համակարգեր։ Որոշ տեղերում կան հեղատար համակարգեր ուղակի լծված են, դա պետք է ուղակի մաքրվի, ժամանակի մաքրվի, ժամանակ առ ժամանակ եւ շատ հաճախակի դրանք պետք է մաքրվեն։ Եվ պետք է վերանորոգվեն վթարվածները։ Ինչ մաքրության մասին է խոսք։ Ուրեմն տեսեք, Երևան քաղաքը փոշոտ քաղաք է։ Երևան քաղաքում վերջի 7 տարում 25000 շինթույլտվություն է բաժանվել։ 25000 շինթույլտվության պատճառով նաեւ Երևան քաղաքը մեծացել է։ Երևան քաղաքը ըստ Տիգրան Ավինյանի 1.200.000 մշտական բնակչություն ունի, չհաշված եկվորները, եւ Երևան քաղաքը դեռ առաջվանը չի։ Եթե այս կոմունիկացիան կառուցված է եղել մինչև 1 միլիոն երևանցու համար կամ քաղաքացու համար ու պետք է սպասարկել, այսօր Երևանը մեծացել է եւ չի հասցնում արդեն սպասարկի երևանցիներին այդ կոմունիկացիաները։ Դա կլինի ջրահեռացման համակարգը, կոյուղատար համակարգը, ուրեմն ջրամատակարարման համակարգը չի հասցնում սպասարկի։ Դրա համար որոշա այս ամառը որ եկավ, նաեւ մարդիկ ջուր չեն ունենալու, չեն հասցնելու այդ ջուրը մեր ուրեմն բասեյներում եղած ջուրը չի հասցնում Երևանի սպասարկի։ Հիմա փոխանակ Երևանի մեծանալու զուգահեռ իրանք այդ կոմունիկացիաների հարցը լուծեն, գումարներ հատկացնեն, այդ հարցը լուծեն կամ հատկացված գումարներ նպատակային ծախսեն, իրանք դրա փոխարեն ինչ են անում, պարգևավճար են ստանում։ Ուրեմն 2025 թվականին դրա մասին ես խոսել եմ, բայց արդեն վերջնական թվերը կան։ 25 թվականի բյուջեի կատարողականը արդեն կա ու կարող ենք արդեն հստակ ասել։ 25 թվականին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևավճար։ Այնինչ պարզվում է, որ իրենք այդ գումարը բազմապատկել են եւ Երևանի իշխանությունները իրենց պարգևատրել են 2 միլիարդ 496 միլիոն դրամի։ Պատկերացնում եք սիրելի երևանցիներ, 2.5 միլիարդ դրամի իրենց պարգևատրել են։ Ինչի համար որ այսպես անձրևները գան ու մեր քաղաքը ողողեն։ Բայց իրանք կարող են այդ գումարը հատկացնել Երևանի փողոցներում, նորից եմ ասում, նոր ուրեմն ջրատար, հեղատար համակարգեր կառուցելու, եղածները վերանորոգելու եւ հաճախակի մաքրելու։
որպեսզի նորից եմ կրկնում անձրևի ժամանակ Երևանի փողոցները չդառնան ուրեմն ծովեր եւ օվկիանոսներ։ Ինչ վերաբերվում է այսօրվա գործակարգավարականին, երբ որ գործակարգավարականի ժամանակն բողոքում էր եւ երևանցիներին բեր անվանեց Երևանի վրա կամ չգիտեմ ավտոբուս պարկի վրա կամ հավաքագրման համար երևանցիները մեղավոր են, որ չի հավաքագրում, դա ինչ ասեմ, երևանցիներ ջան, հարգելի քաղաքացիներ, այս մարդը ձեզ անվանում է բեր, այս մարդը իր ընտրողներին, իրենց ընտրողներին անվանում է բեր, չէ՞ որ կան մարդիկ, ովքեր ընտրել են իրանց ու այսօր չեն վճարում ավտոբուսում մի պատճառով, համաձայն չեն այդ գնի հետ, 150 դրամի հետ համաձայն չեն ուզում թանկ վճարել, չեն ուզում թանկ երթևեկել, միգուցե նաև այդ պատճառով չեն վճարում նաև նրա համար, որ բարձրանալով ավտոբուս չեն կարողանում մոտենալ վալիդատորին, որպեսզի վճարում անել, որովհետև այդ ավտոբուսներում տեղ չի լինում, նույնիսկ բարձրանալու հնարավորություն չի լինում։ Եվ փոխանակ ապահովեն նորմալ տրանսպորտ, որպեսզի մարդը այդ տրանսպորտից օգտվելով տեսնի, որ նորմալ ակետից բեկետ է հասնում, դրա համար արժի վճարել, իրենք մարդկանց անվանում են բեր։ Հիմա ես կարող եմ մտածել, որ այս մարդիկ, այս քաղաքային իշխանությունները, ուրեմն այն մարդկանց, ովքեր իրանց ընտրել են, նրանց անվանում են բեր, իսկ ովքեր որ չեն ընտրել, նրանց է վրեժ են հանում, որ մարդկանց անվանում են բեր, ինչպես կարելի է քո քաղաքացուն, քո հայրենակցին անվանես բեր։ Մարդիկ նորից եմ կրկնում, ուրեմն օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով չեն վճարում։ Դրա համար պետք չէ թանկացնել քաղաքային տրանսպորտի գինը, պետք է մնար 100 դրամ եւ հավաքագրումները նորմալ կարվեր։ Հավաքագրումները բարձր կլինեն եւ դուք չեք դժգոհի հավաքագրումներից։ Իմիջիայլոց ասում է, եթե մարդիկ վճարեն, հիմա շաբաթը 2 հատ ավտոբուս կառնեն։ Ուրեմն նորից ասեմ, մարդիկ պատրաստ են վճարելու, երբ որ քաղաքային տրանսպորտի գինը կարժենա 100 դրամ եւ երբ որ քաղաքային տրանսպորտը պատշաճ կաշխատի, ժամանակին կաշխատի, հաճախակի կաշխատի, մարդկանց չի թողի կանգառներում եւ աշխատանքից հետո կտանի տուն կհասցնի։ Իսկ առավոտյան կբերի աշխատանքի եւ ոչ թե մարդիկ ժամերով կանգնեն կանգառում, մի քանի տրանսպորտ բաց կթողեն, որ հարմար տրանսպորտ գա, կարողանան բարձրանալ տրանսպորտ։ Հիմա ինչ որ ասում շաբաթական հավաքագրումից կարող էինք 1, 2 կամ 3 ավտոբուս գնել, դա ինչ ասեմ, պարզ մանիպուլյացիա է։ Ուզում է ամբողջ պատասխանատվությունը բարդի երևանցիների վրա, բարդի ուղևորների վրա, որ ինչա դուք չեք վճարում, մենք էլ ավտոբուս չեք բերում։ Ինչպես կարելի է այդպես անել։ Բայց մնացած ավտոբուսները որտեղից բերեցիք։ Բա այն 250 ավտոբուսը, որ խոսք էր տվել պարոն Ավինյան 2023 թվականի ընտրություններից առաջ, Երևան քաղաքի ընտրություններից առաջ, բա ինչ եղավ։ Հիմա էլ է եկել նախընտրական շրջան ու այսօր էլի նախընտրական շրջանում խոսք է տալիս, որ 150 թե 170 ավտոբուս ենք բերելու, համալրենք ավտոբուս պարկը կամ փոխարինենք եղած ուրեմն հայգերներն ու գազելները։ Սա հերթական, նորից եմ կրկնում, նախընտրական շրջանում տրված խոստում է։ Ինչ որ տրվել է 250 երկար 18 մետրանոց ավտոբուսների մասով 23 թվականի սեպտեմբերին, երբ որ Երևան քաղաքում նախընտրական շրջաներ ու քարոզարշավեր եւ սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավականու ընտրություններ էր կամ Երևանի քաղաքապետի ընտրություններ էր։ Այդպես խոսք է տվել։ Իսկ նույն 2000 դրանից հետո կներեք 25 թվականի իր ասուլիսի ժամանակ ինքը ասում էր, որ 250 ավտոբուսը գալու է 2 տարվա ընթացքում։ Այսինքն հիմա մտ կողմնորոշվեք, միջևս պետքա բերեք, թե 2 տարվա ընթացքում է բերվելու։ Եվ հիմա էլ նոր խոսք եք տալիս, թե բա վճարեք, որ կարողանանք ավտոբուս բերենք ու հայտը ներկայացրեք, մենք 150 թե 170 ավտոբուս ենք հեսա գնելու բերենք։ Դա նորից եմ կրկնում, նախընտրական խոստում է հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Պարոն Անդրեյան, ինչ իրավունքով է ինքը վարորդներին ստիպում, որպեսզի այս խայտարակ վիճակը ստեղծեն եւ կոնֆլիկտներ գա ուղևորների հետ եւ ոչ միայն։ Եվ այդ իրենց տեսուչները որ կան։ Մենք տեսնում ենք, որ մեկ-մեկ անդրեր են հրապարակում, ինչ որ տեսուչները ստուգայց են կատարում։ Որ ժամերն են կատարում, ցերեկվա, հա, որ դատարկ ավտոբուսներ ուղղակի չգիտեմ։ Ինքը կարողանա բարձրանալ։ Անդոմյա երեկոյան 6-ին նախընտրել։ Իրանք երեկոյան ոչ 6-ին, ոչ էլ առավոտյան 8-ից 10-ը չեն կարող տրանսպորտ բարձրանան, որ մի հատ է ստուգում կատարեն, թե վճարվում է, չի վճարվում, ով է վճարել, ով չի վճարել։ Ուրեմն այս մարդիկ իշխանության եկան ժողովրդին ծևերի սպիտակների բաժանելով, նախկինների ներկաների բաժանելով, հիմա էլ շարունակում են այս նույն ժողովրդին բաժանել իրարից եւ այդ նույն ժողովրդին իրար դեմ հանել, լարել իրար դեմ։ Հիմա այս պարագայում վարորդներին հանել են ժողովրդի դեմ, ժողովրդին վարորդների դեմ։ Ինչպես կարելի է, ոնց կարելի է պատասխանատվություն դնել վարորդների վրա։ Ես ինչքան տեղյակ եմ, պայմանագրով վարորդը միայն վարորդ է։ Վարորդը նաեւ հսկիչ չէ։
Վարորդը հսկիչ էր այն ժամանակ, երբ որ վարորդը ինքն էր գումարը հավաքագրում անում, բայց քանի որ վարորդը միայն մեքենայա վարում, վարորդը դառել է միայն վարորդը հսկիչ չէ, նորից եմ կրկնում։ Եվ այս պարագայում վարորդների վրա բեր դնել, պատասխանատվություն դնել, որ հավաքագրումն էլ ապահովի, մարդկանց ստիպեք, որ վճարեն կամ վալիդացիա անեն նոր երթևեկի, դա նորից եմ կրկնում, ժողովրդի դեմ հանելա ժողովրդի վարորդների դեմ հանելա։ Այսինքն հերթական բաժանումն է, հերթական իրար դեմ հանելն է մեր ժողովրդին, մեր ազգին, հայ ազգին։ Մի տրվեք այդ սադրանքին, ժողովուրդ ջան, նույն վարորդները մեզանից մեկն են, ժողովուրդն էլ վարորդներից մեկն է։ Մի ժողովուրդ ենք, մի ազգ ենք, մի տրվեք այդ սադրանքներին, մի բախումների, մի գնացեք վարորդների հետ, ուրեմն վարորդներին էլ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ, ժողովրդի հետ լարվածության մեջ մի մտեք, կոնֆլիկտի մեջ մի մտեք, իրանք ձեզանից մեկն են, ձեր տնից մեկն են, հաշվեք ձեր տան անդամներն են երթևեկում այդ ավտոբուսով կամ այդ գազելներով։ Չեն վճարում, նորից եմ կրկնում, երկու պատճառով, համաձայն չեն 150 դրամ գնի հետ եւ տեղ չկա բարձրանալու, որ վճարեն, շատերն է ջղայնացած, ներվայնացած ասում վճարեմ ինչի համար, այս վիճակով տուն գնալու համար, կանգնած, սեղմված, ուրեմն ուշացած աշխատանքի հասնելու համար նաեւ նույն վարորդներին, նույն քաղաքապետարանը, թող ուրիշ բանով ապահովի, թող ապահովի արժանապատիվ աշխատանքով, բարձր վարձատրվող, ուրեմն այդ մեքենաները այնպես պահեն քաղաքապետարանի կամ քաղաքային իշխանությունները, որ վարորդները չբողոքեն այդ մեքենաներից կամ մեքենաների շահագործումից։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, Երևան ավտոբուսում տիրող մեղմ ասած անմխիթար վիճակի մասին երկու բառ կասեմ։ Այո, ուրեմն տեսեք ինչա ստացվում։ Վարորդները ինձ ուրեմն թուղթ են ուղարկում տեղզնման անցած մեքենայի թուղթա, որտեղ երևում է պաշտոնական փաստաթուղթ է դա։ Երևում է որ մեքենան տեղզնում է անցել, մեքենան խնդիրներ ունի, բայց խնդիրներով հանդերձ մեքենան ուղարկել են շահագործման, մեքենան ուղարկել են քաղաք, մեքենան ուղարկել են փողոցներ, ուղևորներ տեղափոխելու։ Եվ ասում են որ տվյալ ուրեմն զավչացնել լավ, այսպես ասեմ, չկա որ փոխարինեն։ Մեքենաները, երբ որ գալիս է ժամանակ, որ պետք է մեքենայի շարժիչի յուղը փոխարինվի, ուրեմն երբ որ վարորդները գնում են, ասում են պետք է շարժիչի յուղը փոխարինվի, ասում են ֆիլտր չունենք, այսպես վարեք միջև։ Ուրեմն երբ որ այդպես վարեն կամ այդպես մեքենա շահագործեն, այդ շարժիչը խափանվելու է եւ այդ շարժիչի խափանման գումարը տրվում է վարորդի ուսերին, ըստ իմ տեղեկությունների։ Հաջորդ խնդիրը որ ուրեմն էլի կա այդ վարորդների եւ ավտոբուսների կամ ավտոբուսի պարկի միջև այդ էլի այդ անտիֆրիզն է, որի մասին ես անցած անգամ էլի ասել եմ, անտիֆրիզը ավտոբուսներից հանում դատարկում են գազելների մեջ, հավանաբար դրա համար գումար են դուրս գնում, թե ինչա իրանք գազելների համար ուրեմն անտիֆրիզ են գնել։ Ես կարող եմ այդպես մտածել, չգիտեմ, դա թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն։ Կամ ավտոբուս պարկում տիրող վիճակը, որ ասում է այդ ավտոբուսները որտեղ որ կանգնում են, վերանորոգվում են կամ սպասարկվում են, այդտեղ կանգնել չի լինում, ասում է կամ մտե կանգնած կամ դուրս է կանգնած, այդ տանիքը բաց, անձրևը գալիս է համ այնտեղ, համ դրսում։ Հիմա այս գումարները, որ հատկացվում է Երևան ավտոբուսին, ինչ է արվում։ 2025 թվականին 19.5 միլիարդ դրամ գումար է հատկացել Երևան ավտոբուսին։ Այդ գումարները ինչ է արվել։ 2026 թվականին 20 միլիարդ դրամ գումար է հատկացելու Երևան ավտոբուսին։ Այդ գումարները որտեղ են ծախսվում, որ ոչ ավտոբուսներն են վերանորոգվում, ոչ էլ այդ ավտոբուսի պարկն է վերանորոգվում։ Կամ եթե ավտոբուսը թեթև վթարի է ենթարկվում, որի մեղավոր ինքը չի լինում, դիմացի մեքենան է լինում, եւ դրա համար ապահովագրությունից գումար են ստանում ավտոբուսի պարկը, այդ գումարը չի ուղղվում մեքենան վերանորոգվելու, ասում են գնա այդպես քշի, բան չկա, ոչինչ։ Բայց այդ գումարները ինչ է լինում, որ ստացել են արդեն ապահովագրությունից։ Սա էլ ըստ վարորդների ինձ ուրեմն փոխանցած տեղեկությունների։ Սա ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ են, այս իշխանությունները ժողովրդին ցույց են տալիս, թե իրանք տենց բարի քերի են, բայց եկել են ձեզ թալանելու համար, եկել են եւ բարձր պարքիաոճ ստանան, եւ բարձր աշխատավարձ ստանան, եւ նաեւ գրպանեն ձեր կողմից վճարված հարկերն ու տուրքերը, ձեր կողմից վճարված գույքահարկը, հիշեցնեմ, որ 2025 թվականին նախատեսվածից 4 միլիարդ ավել գումար է հավաքագրվել անշարժ գույքի գույքահարկից, բայց տեսնում ենք, ոչ Երևանի փողոցներն է բարեկարգված, ոչ ուրեմն ավտոբուսների վիճակն է վիճակ, բայց իրենք ասում են, թե տեսեք ոնց ենք հրաշալի կառավարում։ Հիմա շատ կներեք, հիմա մի բան էլ ասեմ, սրանով ավարտեմ այս խոսքս, 2023 թվականին, որ իրանք եկան իշխանության եւ ասում են, ասեք կանենք, որ մեկին բակում են ասել, որ մենք գալու ենք Երևանի տրանսպորտը թանկացնենք։ Բայց իրանք ասել են, որ հեսա գալու ենք 250 ավտոբուս ենք բերելու, չեն բերել։ Որ մեկին բակում են եկել ասել, որ հեսա աղբահանության գումարը թանկացնելու ենք։
Բայց իրանք եկե ասել են, որ ուրեմն այս ձեր կյանքը բարելավելու ենք։ Որ մեկի տունն են եկել, Բաքվում են եկել ասել, որ ուրեմն, չգիտեմ, ձեր համար կարմիր գծերը թանկացնելու ենք։ Բայց իրանք խոսք են տվել, որ մետրոպոլիտենում օրինակ 45 վագոն են բերելու, 15 նոր շարժակազմ են բերելու, բայց չեն բերել, դրանք չեն արել։ Եվ նմանատիպ շատ խոստումներ կարող եմ ասել, որ խոսք են տվել ու չեն արել, խոսք են տվել չեն, ու արել են հակառակը, թանկացրել են ձեր կյանքը։ Այսօր որ Երևանի բյուջեն մեծ է եւ իրանք գլուխ են գովում, թե 400 միլիոն դոլարանոց բյուջե ունենք, դա ձեր շնորհիվ է, սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից, տուրքերից, այն որ գույքը հարկը թանկացրել են եւ շատերը չեն կարողանում վճարել, այն որ կենտրոնի բնակչին ասում են թոթունը ծախի գնա, չգիտեմ որտեղ ապրի, այդ դրա շնորհիվ է, որ Երևանի բյուջեն մեծացել է, իսկ իրենք այդ գումարները գրպանում են, կամ իրենք այդ գումարներով բարձր պարգևաճար են ստանում, բարձր աշխատավարձ են ստանում, մի բան է մունատ են գալի ձեր վրա, ասում են դուք բերեք։ Ասֆալտի մասին, հա, խոսենք, ուրեմն չկա Երևանում մի փողոց, որտեղ այդ ճանապարհը ուղղակի քանդված չլինի, կտոր արված չլինի։ Ամբողջ Սարալանջը կատաստրոֆիկ վիճակում է, պարոն Դանիելյան։ Մենք բոլորս ապրում ենք այս քաղաքում, անցնում ենք Երևանի փողոցներով, գիտենք։ Հազանգում եմ, որ ինչ-որ Իսակովի պողոտայում մի հատ հոսի պատճառով մեծ քար են դրել, տապանակար է, բարի բունված, մեկ գերեզմանակար ոնց որ վերած լինեն այդտեղ դրած լինեն։ Խնդրեմ ես ասֆալտի հետ կապված այս վիճակի ու այս ամեն ինչի իհարկե ստեղծում է կոլապսային վիճակ, երթևեկությունը ուղղակի կապված է արել, համեցեք։ Ես մեկ ուրիշ տեղից սկսեմ, Մարիամ ջան, տեսեք, ուրեմն 2000-ական թվականներին, երբ որ Լիմսի հիմնադրամից գումար հատկացվեց Հայաստանին, ուրեմն Հայաստանում ճանապարհներ կառուցելու, դպրոցներ կառուցելու համար, ընդհանրապես շինարարության համար, աղետի գոտու շինարարության համար Երևան քաղաքին 14 միլիոն դոլար գումար հատկացվեց Երևանի փողոցները վերանորոգելու համար։ 14 միլիոն դոլարը դա դրամով մոտավորապես 7 միլիարդ դրամ գումար էր այն ժամանակ։ Ուրեմն տեսեք 7 միլիարդ դրամ գումարով Երևան քաղաքում 700,000 քառակուսի մետր ասֆալտի ծածկ է փոխվել, ճանապարհները հիմնանորոգվել են, ճանապարհները հիմնովին նորոգվել են եւ այդ ճանապարհները ծառայել են Երևանցուն մի քանի տարի։ Հիմա տեսեք 2024-25 թվականին Երևանի բյուջեից այդ ճանապարհների ասֆալտապատման համար հատկացվել է 7 միլիարդ դրամ գումար 24-25 թվականին։ 25-26 թվականին էլ է 7 միլիարդ հատկացվել։ 25 թվականին 3 միլիարդ եւ 26 թվականին 4 միլիարդ 200 միլիոն։ 7 միլիարդից ավել դրամ գումար է հատկացվել։ Ուրեմն մի հատ ասեք, որ Երևանում ասֆալտապատման վիճակը նորմալ է։ Երևանում ձմեռը ձյուն եկավ, ձյունը հալեց, ասֆալտը հետը հալեց գնաց։ Երևանում այսօր խրամատներ են, փոսեր չեն, այդ փոսերը չեն վերանորոգվում, վերանորոգվելուց մի շատ կարճ է տևում, ամիսներ հետո այդ ասֆալտը քանդվում է, այդ ասֆալտը ուրեմն հալում գնում է։ Ասելս ինչ է, աշխատանքի որակին չեն հետևում։ Աշխատանքը հանձնարարում են, մրցույթը հայտարարում են, դնում են, որակին չեն հետևում։ Կատարած աշխատանքի ծավալները ավելի փոքր են, քան արվել է 2000-ական թվականներին, նորից եմ կրկնում Լիմսի հիմնադրամից հատկացված գումարներով։ Ես նորից կրկնեմ, համեմատություն արեք, տեսեք։ 7 միլիարդ դրամով արվել է ավելի շատ աշխատանքներ, ճանապարհները հիմնանորոգվել են, վերակառուցվել են, հիմա ճանապարհները ուղղակի պետք է նոր ասֆալտ արվի 7 միլիարդ դրամով կամ տարեկան 4 ու 3 միլիարդ դրամով։ Չի արվում, կամ մարդավարի չի արվում, լավ, սենց ասենք։ Որ երևանցիները իրենց մեքենաները տանում այդ փոսերում ջարդում են։ Իսկ դրա համար երևանցին իր մեքենայի համար, փոխադրամիջոցի համար տարեկան 14 միլիարդ դրամ գումար է վճարում Երևանի բյուջե։ 14 միլիարդ դրամ։ Վճարում է, որ իր մեքենան անվտանգ վարի, առանց ջարդելու վարի Երևանի փողոցներում, չէ, տանում է համ այդ գումարն է վճարում գույքահարկը, համ էլ մեքենան ջարդում է Երևանի փողոցներում։ Բայց դրա պատասխանը ով է տալու։ Բա դուք սրա համար եք սրանց ընտրել երևանցիներ ջան։ Բա դուք սրա համար եք փողոց դուրս եկել, պահանջում եք իշխանափոխություն 18 թվականին, 21-23 թվականին սրա համար եք այս իշխանություններին ընտրել։ Այլևս քաղաքական իրողություններին, գիտեք, մարզային այցեր են իրականացնում, այս այցերի շրջանակում մինչև հասնում են տեղ մահ են գրանցում, այդ իրենց ուրախ ավտոբուսը, որ շատերը որակում են մահվան ավտոբուս, եւ նաեւ տեսնում եք ինչ-որ կադրեր մարզերում, ինչ-որ քաղաքացիների փրկիմադիր հարցեր են տալիս, պահանջներ են առաջ քաշում, բայց շատերի գնահատում սա իրենց կողմից բեմադրված է իրականում։ Խնդրեմ։ Տեսեք, նախ այդ շարասյունից սկսենք կամ այդ ավտոբուսից սկսենք, ես ձեր ուրեմն տաղավարում ասել եմ, դա մահվան ավտոբուս է, ու այդ մահվան ավտոբուսը այսօր դառել է մահվան շարասյուն։ Նույնիսկ կարելի է այդ շարասյուն բառը ռեյով ասել, շարասյուն։
Հիշեցնեմ, որ այդ նույն շարասյունը, որը Նիկոլ Փաշինյանը անվանում էր վարչապետի ավտոբուս, այդ նույն շարասյունը Երևանում Պարոնյան Լեո Խաշմերուկում հղի երիտասարդ կնոջ ուրեմն մեքենայի տակ գցեց ու քշեցին գնացին իրենց շարասյունը, կարծես թե ոչինչ չէր եղել։ Այդ նույն շարասյունը ուղեկցող ոստիկանական մեքենան, ինչ եմ ասում ուղեկցող, իրանք չեն ասում ուղեկցողա, որովհետև ժամանակից առաջ գնալուց է եղել այնտեղ, որտեղ որ շարասյունը պետքա գնար, այդ մեքենան վթարի է ենթարկվում, մարդ է մահանում, մարդիկ են վիրավորվում ու իրանց համար դա սովորական բան է դառել, հասկանում եք, այս մարդիկ մահաբեր իշխանություններ են։ Նիկոլ Փաշինյանը մահաբեր է, հասկանում եք, ինքը ինչ եկել է իշխանության 18 թվականից սկսած, հələ հիշեք, մարդիկ են, որ մահանում են, անհատներ, հեղինակություններ, ուրեմն սովորական շարքային քաղաքացիներ, ուրեմն միջև կորոնայի գալը Հայաստանում կային մահեր, կորոնայի ընթացքում 10,000-ից ավել մարդ մահացավ իրենց ապաշնոր կառավարման արդյունքում, պատճառով, նրանից հետո եկավ պատերազմը, էլի հազարավոր զոհեր ունեցանք, նրանից հետո էլ շարունակվեցին զոհերը 1-2 օրյա պատերազմներով, հիմա էլ շարունակում են մարդիկ մահանալ այդ մարդու ապաշնոր կառավարման արդյունքում, այդ մարդու անպատասխանատու լինելու արդյունքում, այդ մարդու միշտ մեղքը ուրիշի վրա դնելու արդյունքում պատճառով, բոլորը մեղավոր են բացի իրենցից, ինչ ասես, ինչ վերաբերվում է այդ տեսարաններին, ինչ ասես, բեմադրված տեսարաններ են այն տեսարանները, որտեղ մարդիկ գալի փաթաթվում են ու չգիտեմ ջանուջիգյար են անում, իրականում մարդիկ տեսնում եք թե ոնց են իրենց ցասումը, իրենց դժգոհությունը արտահայտում ու դա ոչ միայն Երևանում է, ակնհայտ է որ դա արդեն շրջաններում են մարդիկ իրենց այդպես դրսևորում եւ մոտենում իրենց դժգոհությունը հայտնում այս իշխանություններին, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ու դեմքին ասում են այն, ինչ իրենց մտքում կա, դեմքին ասում են ինչ իրենց սրտում կա, մարդիկ իրականում դժգոհ են, մարդիկ իրականում լծվել են արդեն, համբերության բաժակը լծվել է, որովհետև այս մարդիկ մի լավ բան չարեցին այս երկրի համար, այս մեր հայրենիքի համար, մեր հայրենիքը սրանց գալուց հետո պակասեց, փոքրացավ, դառել է մի բուռ, 42,000 կիլոմետրանոց հայրենիք ունեինք, այսօր 29,000 կաթ չկա, ինչ են դարձրել մեր հայրենիքը, 100 հազարավոր փախստականներ եկել են Հայաստան, ում պատճառով, ում օրոք, մա դատեք ինքներդ, այդ հազարավոր զոհերը ում օրոք եղան, իրանց օրոք չէ եղան, այդ մարդիկ որ մահանում են, դատարանում Արմեն Գրիգորյանը որ մահանում է, ում օրոք է մահացել, ում պատճառով է մահացել, հիմա այդ ինչի համար որ Արմեն Գրիգորյանը դատում էր, նման արտահայտությունով մարդիկ համացանցում կամ հարցազրույց են տալի կամ համացանցում արտահայտվում են, բախի դրանց չեն տանում դատում, որ արցախցիների հանդեպ ինչ ասես չեն ասում, ամենավերջին ձևով։ Անասուններ են դրանք, իմ համար դրանք անասուններ են, այդ ձև արտահայտվողները։ Ու իրանց նույն հոդվածով ինչ որ Արմեն Գրիգորյանին դատեցին ու սպանեցին, նույն հոդվածով չեն տանում նման մարդկանց դատարան, բախի չեք տանում։ Էսա արդարությունը։ Բայց ասում խաղաղություն են բերել, էսա խաղաղություն է, դիշոր մի հատ կտոր է, ունտենում է դոշի խփում է այդ կտորը։ Ախր այդ խաղաղությունը, գիտեք ինչ խաղաղություն է բերելու, այդ խաղաղությունը հիմա Արցախում կա, այսինքն այնտեղ հայ չկա, այդ խաղաղությունը ստեղ է բերում կամաց, այդ խաղաղությունը մեզ պետք չի այդպիսի խաղաղություն, մենք էլ ենք այո կողմնակից խաղաղության, բայց ոչ այդպիսի խաղաղության, Արցախում տարավ խաղաղություն, տեսանք ինչ խաղաղություն տարավ, որ ոչ մի հայ չի ապրում այնտեղ, վերջում 10 հոգի հայեր մնացել, էլի չկարացին ապրեն, թողեցին դուրս եկան, մի քանի ամիս մնացին, չկարացին թուրքերի հետ ապրեն, թողեցին դուրս եկան, այդ նույն խաղաղությունը սա էստեղ է բերում, ժողովուրդ ջան, մի հատ բան ասեմ, դուք ինքներդ էլի դատեք, ժողովուրդ ջան, դպրոցների հետ ինչ է անում, հայ եկեղեցու պատմությունը ինչի համար հանեց դպրոցական առարկաների ցանկից, դպրոցում փառքի անկյունները ինչի համար են հանվում, դրանք արվում են, որպեսզի ադրբեջանցիներին բերեն Հայաստան բնակեցնելու, որպեսզի ադրբեջանցի երեխան գա Հայաստան դպրոցում սովորելու եւ հայ եկեղեցու պատմության առարկայի ժամանակ հայր մերը չկանգնի ասի։ Այնտեղ պետքա այլ ազգին իրան նվաստացած չզգա, երբ որ բոլորը կանգնեն աղոթք ասեն, ինքը չասի։ Ու ինքը իրան չեն կարա ստիպեն որ ասի ու դրա համար որպեսզի այդ մարդը կամ իր ծնողները վատ չզգան ադրբեջանցի ծնողները, հայ եկեղեցու
պատմություն առարկան հանեցին դպրոցներից։ Փառքի անկյունները խի հանեցին դպրոցներից կամ խի են հանում դպրոցներից, որ ադրբեջանցի երեխան գա դպրոց գնա հաճախի, այդ անկյունները չտեսնի, իրեն նվաստացած չզգա, որովհետև այդ անկյուններում փակցված տղաների հերոսները, այդ տղաները, այդ նույն ադրբեջանցու հարազատներին սատկացրել են մարտի դաշտում։ Այ որպեսզի այդ ադրբեջանցիները եւ իրենց ծնողները դպրոց մտնելուց ված չզգան, նվաստացած չզգան, այդ փառքի անկյունները այս իշխանությունները հանում են ադրբեջանցիների համար, որ ադրբեջանցիներին բերեն բնակեցնեն Հայաստանում։ Դրանք իրանք բարձրացան չեն ասելու։ Այն դպրոցները, որ փակում են 200-ից ավել դպրոց, ինչի համար են փակում, որ այդ գյուղերը դատարկվեն եւ ռուսերեն խոսք կա, չէ՞, ասում են Svято место пусто не бывает։ Այդ գյուղերը դատարկվելու են, այդ գյուղերում բերելու են ադրբեջանցիներ բնակեցնեն։ Եվ ադրբեջանցիները, որ եկան բնակեցվեցին, նրանք գալու են չոբան լինեն, գալու են անասուն պահեն, ոչխար պահեն։ Եթե անգամ դպրոցը գնան, այդ գյուղը ամբողջությամբ բնակեցնելու են, նոր այդ դպրոցներում արդեն ադրբեջանական դպրոցներ որպես իրան կարան ծառայեն։ Այդ դրա համար են դպրոցները փակում, ոչ թե օպտիմալացնում են։ Դրանք անում են մի նպատակով ադրբեջանցիներին Հայաստանում ախնչոտնտոտ տեղավորելու համար։ Եվ այդ դպրոցները փակվում է թե ուրեմն Շիրակի մարզում, թե սահմանամերձ գոտիում։ Հիմա բերեն օրինակի համար Վարդենիսում ադրբեջանցիների բնակեցնեն գյուղերը դատարկվելուց հետո։ Պատկերացնում եք, ուրեմն խորհրդային միության տարիներին այդ 36 գյուղերից 31-ում ադրբեջանցիներ են ապրել։ Բերելու են բնակեցնեն, ասել են ժամանակի մենք ստեղ ապրել ենք 31 գյուղ ենք ունեցել, բերում ենք մենք ստեղ բնակեցնենք, այդ մանավանդ այդ գյուղերում էլ հիմա հայ չի ապրում, մեզ հնարավորություն տվեք բերենք մեր ադրբեջանցիներին այդտեղ բնակեցնենք։ Բերելու են բնակեցնեն ու կամաց Հայաստանը վերցնելու են այս ձևով։ Բայց այնինչ ես մի հատ ուրիշ բանի անդրադառնամ, որ նորից գնամ 2000-ական թվականներ, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներ ու հիշեցնեմ, որ Հայաստանում ոչ թե դպրոցներ էին փակվում, այլ դպրոցներ էին բացվում, դպրոցներ էին վերակառուցվում։ Միայն Աղետի գոտում 120 դպրոցից ավել 120-ից ավել դպրոց է բացվել։ 120-ից ավել դպրոց է վերակառուցվել։ 120-ից ավել դպրոց տնակից անցել է Քարեշեն շինության։ Միայն Երևան քաղաքում, ու դա եղել է ոչ միայն Աղետի գոտում, ասեմ ձեզ, Երևան քաղաքում 5 հատ դպրոց է վերակառուցվել, 5 հատ։ Ես հիմա դպրոցները թվարկելու եմ, այդ դպրոցներում հաճախող աշակերտները եւ իրենց ծնողները թող իմանան, եթե չգիտեն, որ այդ դպրոցները վերակառուցվել է 0-ից։ Վերակառուցվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, 2000-ականներին։ Այո, Լինցի հիմնադրամով նաեւ։ 56 դպրոցն է դա։ 80 դպրոցն է դա։ 125 դպրոցն է դա։ 168 դպրոցն է դա, 194 դպրոցն է դա։ Այդ դպրոցները 2000-ականներին կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Եվ ոչ թե դպրոցներ են փակվել, ոնց որ սրանք են փակում, անունը դնում են օպտիմալացում։ Թե ինչա օպտիմալացնում եք աշակերտները միտեղ գնան, կողքի գյուղ գնան դպրոց։ Դպրոց կառուցեք, դպրոց, ոչ թե դպրոց փակեք։ Սրանք խոսք էին տվել իշխանության գալուց 21 թվականի ընտրությունների ժամանակ խոսք էին տալի 500 մանկապարտեզ 300 դպրոց կառուցեն, թե հակառակը, հիմա չեմ հիշում, 5 տարի անցել է այդ գումարայինով դպրոցու մանկապարտեզը 100-ը չի անցնում։ Նրանք 100 դպրոցու մանկապարտեզ միասին չեն վերանորոգել։ Վերանորոգած մանկապարտեզ ու դպրոցներն էլ մեր ընկերները գնացել նկարահանել լուսաբանել տեսել ենք։ Անորակ, բայց միլիոններով դրամներ է դուրս գրվել այդ շինությունները կամ այդ դպրոց մանկապարտեզները վերակառուցելու կամ հիմնանորոգելու համար, բայց որակ չկա։ Բայց այդ իմ նշած դպրոցները այսօր կան, մտեք այդ դպրոցները տեսեք, ինչ որակի աշխատանք արվել 2000-ական թվականներին։ Եվ սպասվում են ընտրություններ, արդեն հիմնական բլոկերը հայտնի են ընդդիմադիր, սրանք դե պարզա ամեն մեծ հավաքից հետո խանգարումքի մեջ են մտնում, խնդրեմ։ Ճիշտ եք նկատել, խանգարումքի մեջ են մտնում թե համացանցում, թե դուրսը, իրենք իրենց գլխի գալիքը գիտեն, իրենք արդեն տեսել են, որ իրենք մերժված են, այս հասարակության կողմից արդեն մերժված են, իրենք գիտեն, որ իրենց իշխանության վերջին օրերն է, ու իրենք ամեն գնով մարդկանց վարկաբեկելով, վիրավորելով, հայհոյելով, իրենք պահելու են իրենց իշխանությունը, այդ սրտիկները, բանը ժողովուրդ ջան, էդի ձևական, էդի մեդիա մանիպուլյացիա է, էլի սենց ասեմ, այդ մանիպուլյացիաների մի տրվեք։ Մի հատ տեսեք այդ սրտիկները ելով էր անում։ Թուրքիայի իշխանություններից մեկն էր նորից սրտիկներ անում։ Շատ նման են իրանք իրար։ Իրենց լոգոն էլ է, չէ՞, թուրքական մի հատ ինչ որ կազմակերպության այդ ձեռքի նշանը, իրանց կազմակերպության նշանի նման է։ Այս ամեն ինչը ներմուծված է դրսից։
ժողովրդին ոնց ուրեմն կառավարեն, ինչ ասեն, այդ որ գնում է դռնեդուր, այդ որ ժողովրդի հետ հանդիպում է, այդ որ շարքայինի նման է իրան, այդ որ կարտոֆիլը տենց ավտոբուսում ուտում է, պերաշկին, կարկանդակը չէ, պերաշկին տենց ուտում է, դա ինչ է ուզում, ցույց տա իբր ձեզանից մեկն եմ, տեսեք, հələ ոնց եմ ես ուտում, ոնց որ դուք եք ուտում։ Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին։ Իրա պահվածքը վարչապետի, իրա պահվածքը երկրի ղեկավարի պահվածք չի։ Իր պահվածքը փորձում է շարքայինի նման պահել, շարքային քաղաքացու, բայց ինքը պետք է երկիր ղեկավարի ու այլ դիրք ունենա, այլ նիստուկաց ունենա, նա պետք է իր խոսքում, իր հայտարարություններում ունենա խոսա, որ այս մարդու հետ, չգիտեմ, ոչ թե իրան հարբեցող ծաղրածու անվանեն, այլ դողան այդ մարդուց, ոնց որ 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանից էր Վարդա մեկը եւ իր հայրը դողում։ Այլ ոչ թե ասենք տեսեք ժողովուրդ ջան, ձեզանից մեկն եմ, մի տրվեք այդ խապկանքներին։ Ժողովուրդ ջան, գնացեք ընտրության, պարտադիր հունիսի 7-ին գնացեք ընտրության։ Ես ասել եմ, հիմա կրկնում եմ։ Չհավատակ մարդկանց, ովքեր կասեն, թե ամեն ինչ որոշված է։ Ասեմ ձեզ, այդ նման բան ասողները մեր իշխանական շրջանակներն են ասում, թե ամեն ինչ որոշված է։ Ասում են ինչի համար, որ այն մարդիկ, ովքեր որ գնալու են ընտրության, իրենց հետ պահեն ընտրություն գնալուց, ովքեր որ գնալու եւ ընդդիմությանն են ցեն տալու, ընդդիմության ցանկացած ուժի։ Եվ այդ մարդկանց ինչ են ուզում ասեն, իզուրակո գնալը, մեկը ամեն ինչ որոշված է, մի գնա, եկա, սրանք անցնելու են։ Բայց այդպես չի, ամեն ինչ որոշված չի, ամեն ինչ նորա որոշվելու, ամեն ինչ դուք եք որոշելու։ Ձեր քվեով, ձեր մեկ ձայնով, ձեր ընտրատեղամաս գնալով, չհավատակ ոչ մեկին։ Դուք ձեր ընտանիքով, ձեր շրջապատով, ձեր ընկերներով գնացեք ընտրության, գնացեք ձեր ձայնով մերժեք սրանց, գնացեք ձեր ձայնով, ուրեմն ընտրեք ընդդիմադիր ուժերի ցանկացած մեկին, իհարկե խոշոր բրոկներին ընտրեք, որպեսզի ձեր ձայնը չփոշիանա։ Ընտրեք ու տեսեք ոնց է իրավիճակը փոխվում։ Հունիսի 8-ին արտանալու ենք այլ Հայաստանում։ Նենց որ ամեն ինչ կախված է ձեզանից, հարգելի հայաստանցիներ ջան, հարգելի հայեր ջան, հարգելի համաքաղաքացիներ ջան, հարգելի հայրենակիցներ ջան, հունիսի 7-ին պարտադիր ձեր ժամանակից 20 րոպե 30 րոպե տրամադրեք, գնացեք ընտրության, ձեր մեկ քայլով, մեր գործողությամբ իրավիճակ փոխեք Հայաստանում։